սպանել են հերոսներին։ Ահա նիկոլական իրականությունը։ Քանի հերոս սպանեցին Նիկոլ, լեգենդար, անպարտելի Աշոտ Մինասյանը բանտում է, Նիկոլ, քո նման բոզդացողը ազատության մեջ։ Մամել Գրիգորյանին սպանեցիք, Արմեն Գևորգյանին սպանեցիք, Հայկ Հարությունյանին սպանեցիք, Աշոտ Կարապետյանին սպանեցիք, Աշոտ Կարապետյանը ժամանակին շատ մտերիմ էր եղել Աննա Հակոբյանի հետ, դրա համար սպանվեց։ Գուրգեն Եղազարյանը, ով ամենավերջին ձևով ինֆորմացված էր Նիկոլի բոլոր խարդավանքների մասին, սպանվեց։ Եվ բոլորս հիշում ենք իր զանգը այս ակումբի տնօրենին, երբ ասում էր փրկեք ինձ տանում են սպանելու, տարան ու սպանեցին։ Նա գիտեր ինչպես պետք է սպանեն իրեն։ Գրիգորի Կուտոյանը, ԱՑ նախկին պետը, առողջ երիտասարդ տղա, շատ բան գիտեր, սպանվեց։ Գրիգորի Հայրապետովը, որը դժբախտություն է ունեցել Ալիև Նիկոլի հետ գտնվելու նույն լիֆտի մեջ, իր օգնականի հետ միասին, երկուսն էլ շատ երիտասարդ տարիքներում, ծաղկուն շրջանում, իրենց երիտասարդ ծաղկուն շրջանում, հանկարծամահ եղան սրտի կաթվածից։ Հասկանում եք։ Ովքեր Սուդապլատովը են կարդացել երբևիցե կամ գիտեն Սուդապլատովի մասին, նրանք կհասկանան ինչ է նշանակում այդ մահերը։ Իմ մանկության ընկերը, համագյուղացի Մհեր Եղազարյանը, դժբախտություններ Աննայի հետ շատ մտերիմ լինելու, կալանավորեցին Հայ Նյուզ թերթին քննադատեց Նիկոլ Փաշինյանին եւ տողատակում ասեց, այդ նյութը պահում եմ մինչեւ հիմա, տողատակում ասեց, որ ինքը շատ բան գիտի, քրեական գործ հարուցեցին, շորթման հոդվածով։ Մեր Եղազարյանն ասեց, ես այս երկրից ոչ մի կոպեկ չեմ կերել, ավելի հայրենասեր եմ, քան դուք։ Մեկ ամիս հացադուլ արեց եւ մահացավ։ Եվ եւս 32 անբացատրելի մահեր Նիկոլի օրոք։ Նրանք, ովքեր ինչ-որ մի բան գիտեն, մահացան։ Պրիվեցոնան դարձել է Նիկոլի ուղեկիցը։ Եվ գիտեք ինչու։ Ես շատ կուզեի, որպեսի հանկարծ էլի Նիկոլին հարցնեն, Նիկոլ, ինչու 13,000 տղաների տարար սպանեցիր, որպեսի Ալիևի ասած անես, եւ ասում է, եռագլուխ հրեշները գալիս են խաղաղության դեմ, պատերազմի հրեշները, ինքը խաղաղության հրեշ, այ ոչնչություն, այ դեգեներատ ուղեղային ամյոբա, Ալիևի վերջին հայտարարությունը լսել ես, խաղաղության մասին կխոսենք Հայաստանի Հանրապետության ընտրություններից եւ սահմանադրական փոփոխություններից հետո, այսինքն խաղաղություն չկա, կա միայն թուրքական ցանկություն, Ես ուզում եմ մի ուրիշ բան ասել, Նիկոլ Փաշինյան, իրականում ճիշտ է, որ պետք է մզկիթ կառուցվի Հայաստանի Հանրապետությունում, մի աղբյուրն ասում է 26, բայց օրինակ համար թուրքական թերթերից ինձ ուղարկեցին թարգմանած հոդված, որ դու վերջին անգամ Էրդողանի հետ հանդիպելուց հետո խոստացել ես Երևանի կապույտ մզկիթը տալ Ադրբեջանին, հիմա Իրանի գերաշնորհության տակ է այն գտնվում, եւ եւս 10 մզկիթ կառուցել բոլոր մարզերում, այդ թվում Էջմիածին քաղաքում։ Իրոք այդպիսի բան ես ասել, խոստացել թե ոչ։ Ես ուզում եմ դա ասես։ Հասկանում եք։ Ուզում եմ որ դա ասես։ Ասում ես Հայաստանը նախկինում մերը չէր, հիմա մերն է։ Ինչով նախկինում մերը չէր եւ ինչով է հիմա մերը։
Այն որ թուրքերը մեր օկուպացրել են մեր բարձունքները, մենք բանակ չունենք, անվտանգություն չունենք, մերն է, նախկինում որ ունեինք անվտանգություն, Արցախը մերն էր, մերը չէր Հայաստանի Հանրապետությունը։ Հասկանում ես, դուրս ես գալիս ոչ գիտական, պրիմիտիվ, ախորային մակարդակի հայտարարություններ ես անում։ Ախորային մակարդակի, ախորային մտածողության տերերի համար։ Առանց գիտական հիմնավորման։ Պարզապես այնքան որ ստից, մտից, խոսում ես դեսից, դենից, առանց որևէ հիմքին, երբ կոնկրետ հարց են տալիս, սկսում ես ղժղժալ։ Թիկնապաններից շրջապատված այդ մարդը ապշած նայում է քեզ, բան չի ասում, ասում է լավ թող ռադը քաշի, էլի շար փորձանքից հեռու քաշի, որովհետև Հայաստանում 2000-ից ավել մարդ է կալանավորել, քրեական գործեր հարուցել, չկպնի ինձնից։ Եթե քեզ թվում է, որ այդ բումերանգը հետ չի դառնալու քո ու քո թիկնապահների վրա եւ քո ու քո կողմնակիցների վրա, սխալվում ես, Նիկոլ Փաշինյան, ուր գնացիր, իմ կյանքի նպատակն է, դու պետք է պատասխան տաս, տականք, 18 միլիարդ ես դարձրել մեր պետական պարտքը, ներեցեք 15 միլիարդ ես դարձրել մեր պետական պարտքը, ուր են այդ փողերը, զենք ես գնել, երեք ինձ ուղարկեցին մարտի 2026 թվականի մարտի Cypri Arms Transfers Database կազմակերպության հաշվետվություն, թե որ երկիրը ինչքան զենք է գնել։ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականից մինչև 25 թվականը գնել է 1 միլիարդ 270 միլիոն դոլարի զենք։ 6 տարվա մեջ դու 1 միլիարդ 270 միլիոն զենք ես գնել, իսկ պետական պարտքը 8 միլիարդով ավելացրել ես, ուր է մնացածը։ Ոչ մի աշխատատեղ չես ստեղծել։ Ոչ միայն որ ասում ես 300,000 աշխատատեղ ստում ես, եւ այդ քո սուտը բացահայտել է Գրզոն, Խաչատուր Սուքիասյանը, հայ իմիջիալոց, Նիկոլ Փաշինյան։ Հիշում եք այդ երիտասարդը, որ նստել էր ազգային ժողովի նախագահի աթոռին եւ հետո որին գտան կամրջի տակ ջարդուխուր տեղած, ընդ որում մի քանի օր ծեծված էր։ Ըստ համառորեն պատտվող լուրերի 2 միլիարդ կարողություն ունեցող Սուքիասյանի թիկնապահներն են մեղավոր դրանում։ Պատտվող լուրերի։ Ես փաստեր չունեմ, պատտվող լուրերի եմ ասում։ Ինչու՞ չես բացահայտում։ Ուր է Հայաստանի Հանրապետության փողերը։ Ուր են։ Եվ երբ խոսում ենք, մենք անդադ խոսում ենք, անդադ այս ստերը, կեղծիքները ի հայտ են գալիս։ Լսի, փողով Պաշտոնյաների բարեկամներին հավաքելով շոու անելով չես կարող ընտրվել։ Քո այն միտքերն է որ կգան եվրոպացիները եւ կսկսեն ազդել մարդկանց վրա։ Դու ասում ես ոչ ոք չի կարող խախտել Ռուսաստանի Հայաստանի հարաբերությունները, մենք Եվրամիություն չենք գնում, չենք պարտադրում, այս կապիկությունները ում են պետք։ 240 միլիոն Եվրամիությունը 240 միլիոն է տալիս, ինչի է տալիս։ Ասեմ ինչու, որ Facebook-ում դնում ես որևէ քաղաքական հաղորդում նայել, գալիս է ԿՊ-ի ռեկլամը։ YouTube-ում, Yandex-ում, որ ինչքան փող եք դուք ծախսել, ուր է այդ հաշվետվությունը։ Գնում եք խեղճ ու կրակ կնոջը, եւ ծծկել երեխա եւ հաղի կնոջը տանում եք, կալանավորում եք, վիժում եք եւ երեխան լաց է լինում, դրանով ուզում եք մարդ վաղեցեք, տականք, կաշառքից եք խոսում, բարեգործություն չի կարելի անել, բայց դու ոնց ես, օրինակի համար տանում ես այդ Հայաստանի Հանրապետության այդ կրծքանշանը, Հայաստանի Հանրապետության մակետ կրծքանշանը, որին դու, անձամբ դու ես ասել, դա հայրենիք չի, դա հայրենիքի թերմացք է։ Նիկոլ, քո նման տականքն է դա ասել։ Ինչ փողերով ես դա ստեղծում եւ բաժանում։ Դա ընտրակաշարք չի, դա արժեք ունի, եթե արժեք ունի, ուրեմն դա ընտրակաշարք է կամ բարեգործություն։ Երեք հայտնի դարձավ, որ Գրիգորի Խաչատուրովին են կանոնավորել։ Այո, ես իմացա, պետք է կանոնավորեն բոլոր հերոսներին։ Դեռ շատերին են կանոնավորել մինչև ընտրությունը, որպես ընտրվեն, բայց ընտրություններից հետո հերոսների Աշոտ Մինասյանի, Վալոդյա Հովհաննիսյանի, Խաչատուրովի, Մանվել Գրիգորյանի ոգին ձեզ հոշոտելու է։